եք, որ զբաղվում եք հարցով։ Չէ, 7 տարի հետո զբաղվում եք հարցով։ Հասիվ այնքան հարցեր կար մեր երկրում, հազիվ 7 տարի անց հասանք հեցի հարցին, Ժորժ ջան, պատասխանեք։ Չեմ կարող կանխատեսումներ անել։ Հիմա արժե զրկում եք հարցերը, խնդրում եք հարցեր։ Ազգայնացման գաղափարի մասին նախկին նախագահի վերաբերյալ նշելով, որ անգործության է հստեղության մատնված եղել։ Անգործության է մատնված եղել, բայց քիչ առաջ այն մարդը, որը ձեզ նշանակել է ժամանակավոր կառավարիչ, Տաշիր ընկերությունների խումբը միջնորդություն ներկայացրեց, բավականին ծավալուն, եւ հիմա սրա վերաբերյալ եւ դուք ասացիք, որ ինքը դադարեցրել է իր անդամակցությունը քաղաքացիական պայմանագրի։ Մեկ օրվա ընթացքում դադարեց նաեւ նրա քաղաքական հայացքները, կապերը։ Հիմա դուք լրագրողը որպես պարտավոր եք անաչառ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, բայց դուք ներքուստ կունենաք ձեր քաղաքական հակումները ու ազատ եք այդ համոզմունքների եւ հակումների մեջ ինչպես սահմանադրությամբ է երաշխավորած ձեր մտքի խղճի ազատությունը մեր երկրում ինչ կապ ունի քաղաքականապես ում է հակված անձը իր լիազորությունը իրացնելիս քաղաքական հայացքները եթե չի դրսևորում եւ քաղաքական նախապատվություններով չի շարժում լրագրողը 4-րդ իշխանության մասը հարգելիս ես որևէ քաղաքական հայացքներ չունեմ եւ որևէ պաշտոնի պետական ես ցավում եմ մեր լրագրության վիճակի մասին մեր երկրում ցավում եմ Կառավարության վիճակի համար երկրի համար ցավացեք ու ձեր ներողություն կան մտահոգություններ որ հեծը ներողություն կան մտահոգություններ դուք հիմա ինչ հայտարարություններ ձեզնից պատվարժան ես որևէ մեկին չվիրավորեցի ասել իմ խոսքերը որը մեկին ես ասեցի մի վարքյան ես ասեցի